Հանգիստ լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մանգալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքները։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարեկամներ, գնացեք Երևան Post Granada-ի ուզում, տվեք վրեժի անունը եւ ստացեք բացառիկ զեղչ։ Օդանավով ծանրոցի առաքում պաունդը ընդամենը $1.99։ Այո, պաունդը 1.99։ Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, ABC հեռուստաընկերության եթերում մի մեդալի պատմություն հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Երաժշտական այս հրաշալի կատարումը, որ դիտեցինք այս տեսահոլովակը, արդեն 5 տարի է ինչ YouTube-յան ալիքում կա եւ գրեթե ամեն անգամ հազարավոր, երևի 100 հազարավոր, այսպես ասեմ, հարսանեկան արարողությունների ժամանակ անպայման հնչել է հենց այս երաժշտությունը, երբ բեմարդակը տրամադրվել է հարսին իր գեղեցիկ պարը ապարելու համար։ Իսկ այս ամենի հեղինակը երևի քչերը գիտեն, որ մեր շատ սիրված կոմպոզիտոր, դաշնակահար, պրոդյուսեր Արամ Արյումյանն է, ով այսօր իմ տաղավարում է, հյուր է, եւ այսօր մենք Արամ ջան պիտի խոսենք անցած այն ճանապարհի մասին, ստեղծագործական այն մեծ բուրըն աշխատանքը, որ դու կատարել ես տարիների ընթացքում, եւ իհարկե չմոռանանք նաեւ այն մրցանակ, այն մեդալը, այն մրցանակները, որոնք դու ստացել ես այս տարիների ընթացքում։ Մոտարապես 5 տարի, չէ, այս ստեղծագործությունը արդեն վայելում են հետևորդները, հանդիսատես, այսպես ասեմ, ինչպես ծնվեց հարսի պարը, ժամանակի պահանջ էր ինչ-որ այտենց, թե կարծում եմ, այո, մի ժամանակ եկավ, նախ ողջունում եմ ձեզ, շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար, եւ իրականում ծնվեց հարսի պարը, ինձ թվում է պահանջարկից, որովհետև մի հատ
ինչ-որ մի ժամանակ հարսիկները ուզեցան հարսանիքներին ապարեն իրենց հարսի պարը սիրուն միշտ բեմադրվում էր եւ տենց շատ ընտրություն չկար, ես էլ ասացի ես էլ մի հատ ստեղծագործություն ունենամ, որպեսզի չգիտեմ։ Ինչպես ընդունվեց։ Շատ լավ, շատ Ինձ հետաքրքիր է եղել է, ասենք հարսանեկան առավոտյան ժամանակ, որ կենթանի կատարում անես հենց։ Շատ է եղել եւ շատ է լինում եւ պետքա լինի։ Պետքա լինի։ Այո։ Լավ, ինչպես սկսվեց մուտքը երաժշտարվեց։ Գիտեմ, որ երաժիշտների ընտանիքում ես ծնվել, մայրդ եղել է դաշնակահար, իդեպ հեռուստադիտողներն ասեն, որ Արամը մոր ճանապարհով գնաց, իսկ եղբայրը դարձավ ջութակահար Արտյոմ Այրումյանը, բավականին տաղանդաշատ շնորհալի մի երաժիշտ, որին դեռ չեմ հասրել նրա մասին հաղորդում պատրաստել, ազդեցությունը մեծ էր մայրիկի։ Իհարկե 6 տարեկանից սովորել եմ դաշնամուր նվագել եւ մայրս էր, որ միշտ ինձ պահում էր դաշնամուրի մոտ, որովհետեւ գիտեք տարիք էր, որ բոլորը դուրսը խաղում էին եւ սպորտով էին զբաղվում, ճիշտ է, ես էլ սպորտով զբաղվեմ, միշտ զուգահեռ, բայց իմ դաշնամուրը չեմ թողել։ Մայրս երաժիշտ էր, լուսահոգի քերիս երաժիշտ է եղել եւ ոնց որ մենք մայրիկի կողմն ենք, ես եղբայրս Արտյոմը եւ ունենք երրորդ եղբայրը Արտուրը, որ ավելի հայրիկի կողմն է մաթեմատիկական ուղղությունով։ Դու նշեցիր սպորտով ես զբաղվել, զուգահեռ դաշնամուր եւ սպորտ։ Միշտ։ Երբ որ եկավ ընտրության հարցը, գերադասեցիր երաժշտությունը, սպորտը հասցրեցիր ինչ-որ արդյունքներ գրանցվել, նախ ինչ մարզաձևով էր զբաղվել։ Ես սկզբից զբաղվել եմ ըմբշամարտ, այո, բարբա միշտ ասեմ շմամարտով, բայց հետո կիկբոքսինգով եմ զբաղվել։ Իհարկե մեդալներ չեմ նվաճել, որովհետև սպարինգների ժամանակ եղել է, որ վնասվածք եմ ստացել, տենց դրա համար ոնց որ դա ավելի շատ նագոս կաներ։ Ես ասեմ լավ ես արել, որ չես շարունակել, որովհետև երաժշտարվեստը շատ բան կկորցներ, եթե դու գնայր զբաղվեր սպորտով։ Դաշնամուրում երաժշտական դպրոցում ստացել ես, չէ՞ կրթություն համապատասխան։ Իհարկե, երաժշտական դպրոցը Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն եմ ավարտել, հետո ընդունվել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան երաժշտական դաշնամուրի բաժին, այնուհետև Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ Այսինքն փուլ առ փուլ բոլոր ճանապարհները այսպես անցել ես, 0-ից սկսել ես մինչև ինչը գայթակղեց քեզ դաշնամուրում, այ մի քիչ ասենք տղաները այդպես չէ, ինչպես նշեցիր, Բաքվում բոլորը խաղում են, դու դաշնամուրի իր գնում, այդ ամբիցիաները ինչպես կարողացար հաղթարել քո մեջ։ Զուգահեռ բակի ընկերներով մենք այդ բակային կյանքը լավ ապրել ենք, բայց մենք մեր բակի ընկերներով ամեն մեկը մի գործիք տիրապետում էր, մեկը երգում էր, մեկը ջութակ էր նվագում, ես դաշնամուր էի նվագում, մյուսը ակարդեոն, բայց մենք հետ չենք մնացել այդ բակի կյանքից, գիտեք այդ Երևանը, թաղերը, այդ ամեն ինչից մենք բան չենք, բայց իմ բոլոր ընկերներն էլ զուգահեռ բոլորի ծնողները ստիպել են մի հատ երաժշտական կրթություն ունենալ։ Ես դաշնամուրը նախընտրեցի, որովհետև ավելի ապագա տեսա դաշնամուրով, նախ սկսեմ, որ չգիտեմ, այդ կյանքը ինձ շատ էր դուր գալի, որովհետև դաշնակահարները, ընդհանրապես երաժիշտները, երգիչները շատ են շրջագայում, ես շատ եմ սիրում շրջագայել, միշտ երազել եմ, որ երկիրը տեսնեմ, ամբողջ երկիրը տեսնեմ եւ ասեցի չէ, եւ հաջողվեց իմ ոնց որ իմ երաժշտական այդ արվեստով կոնսերվատորիան ավարտելուց հետո Պարի պետականում երաժշտախմբում աշխատեցիր ու սկսեցիր շրջագայել ավելի շատ, չէ՞։ Ավելի, ասեմ, շափից ավելի շատ, բայց իմ առաջի շրջագայությունը, որ եղել է, առաջի առաջարկը ստացել եմ լուսահոգի մեծ դուդուկար Ջիվան Գասպարյանից, միջև ընդունվել է Պարի պետական, ես ճանապարհ եմ էլի անցել երաժշտական,
Ջիվան Գասպարյանի հետ ունեցել ենք մեծ համերգներ, Գլադիատոր ֆիլմը ինձ թվում է բոլորը ծանոթ են, այդ սաունդթրեքը, որ դուրս եկավ, արդեն սիրուն մեծ ծրագիր կազմվեց եւ ես էլ հրավեր ստացա, որտեղ որ Կարոս Արաֆյանն էլ էր գիտարահար եւ լավ երաժիշտներ էին, բոլորը տաղանդավոր երաժիշտներով, ինչ որ մի հատ բենդ երաժշտախումբ ստեղծվեց ու մենք սկսեցինք շրջագայել, իմ առաջի շրջագայությունը ես ունեցել եմ Ջիվան Գասպարյանի հետ, որ եղել է միջազգային տուր, ոչ միայն հայկական համայնքներով։ Հետո Պարիպետական։ Հետո առաջարկ եմ ունեցել աշխատել եմ, չէ, միջև Պարիպետական Արա Գևորգյանի հետ, մեր լավ ընկեր, վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի հետ եմ աշխատել, մեծ Սարդարապատ այդ պրոյեկտի մեջ մենք աշխատել ենք, շատ մեծ լուրջ մենահամերգա ունեցել։ Հետո դրանից հետո իմ լավ ընկեր Արշակ Սահակյանի կողմից ստացա հրավեր Պարիպետականում աշխատելու եւ որի համար իսկականից իմ լավագույն 15 տարիներ է անց եմ կանցրել Պարիպետականի հետ եւ շատ շրջագայել ենք, պատիվ եմ ունեցել աշխատել մեծ անունով երաժիշտների հետ, պարուսույցների հետ ու շրջագայել եմ ամբողջ աշխարհը։ Երևի հենց այդ Պարիպետականում աշխատելու ժամանակ էլ քեզ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը պարգևատրեց ոսկե մեդալով, նախարարության ոսկե մեդալով, սիրելի հեռուստադիտողներ, արվեստագետի համար իհարկե մեծ պարգև է, մեծ գնահատական է, երբ հենց մշակույթի նախարարությունը, չէ, հանձնում է այս պարգևը, իսկ մակագրությունը հետո ինչ որ գրված է, ուրեմն երաժշտարվեստի զարգացման եւ տարածման գործում ունեցած ավանդի համար Հայաստանի Պարիպետական անսամբլի երաժիշտ Արամ Արյումյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալով։ Այս պարգևը ստանալուց հետո, երբ որ քեզ հանձնվեց նախարար Արմեն Ամիրյանի կողմից, իդեպ այդ օրը նաև Ավետը Բարսեղյան ստացավ եւ Հայկոն ստացավ, երեք էլ ստացակ մրցանակներ, երեք էլ իրոք մեծ աշխատանք կատարած երաժշտարվեստում, որպես խոսքերի, երգերի հեղինակ Ավետը, իսկ Հայկոյի մասին արդեն բոլորն էլ շատ լավ գիտեն։ Արամ Արյումյանի համար առաջին երբ որ դու սկսեցիր գրել նաև ստեղծագործություններ, որը եղավ ձեր առաջին հեղինակային ստեղծագործությունը։ Առաջի հեղինակային ստեղծագործությունը եղավ Երևանյանը։ Հենց այդպես անվանեցի, որովհետև Երևանյան շունչ եւ ոգի կա մեջը։ Շատ ես կարոտում Երևանին։ Շատ, իհարկե, շատ։ Ամեն տարի գնում ես։ Իհարկե, տարին 2 անգամ։ Հետո ինչպես հայտնվեցիր այստեղ նահանգներում։ Նահանգներում հայտնվեցի, պատմությունը սենց էր, ես 2000 երևի 9 կամ 9 թվականին Սիլվա Հակոբյանից ստացա առաջարկ լինել երաժշտախմբի ղեկավար եւ այդ համերգային գործիքավորումները ես էի ամբողջը անում տաղանդավոր երաժիշտների հետ միասին։ Այդ համերգային շրջագայության ժամանակ եկանք այցելեցինք Լոս Անջելես 2010 թվականներ, թե 11, ճիշտ լավ չեմ հիշում, բայց այդ ժամանակ առաջ անգամ եղավ եւ որ տեսա մեր այդ ջերմ հայությունը ու չգիտեմ, ես սիրում եմ տաք եղանակ, ես ամեն ինչը որ ասացի, եթե ինձ եղավ, եթե մի օր գա, որ ես պետք է ընտրություն կատարեմ, որտեղ որ ապրեմ, եթե Հայաստանում չապրեմ, Երևանում, երկրորդ երկիրը դա կլինի Լոս Անջելեսը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց ինձ մեկ կապը Երևանի հետ մնացել է, չես կտրել, հետդարձի ճանապարհին կամուրջները չես վառել։ Չէ, իհարկե, չէ։ Իդեպ հեռուստադիտողներին ասեմ, ես ընդամենը մեկ մրցանակի մասին խոսեցի, այստեղ Արամը ունի նաև ամենայն հայկական սիրո ողջունի օրհնությամբ Հովնան arczepiskopos-ից ունի շնորհակալագիր, այստեղ Գլենդելի քաղաքապետարանից ունի մրցանակ, ունի նաև Կալիֆոռնիայի State-ի կողմից սենատորի կողմից ունի մրցանակ, այստեղ Պորտանտինոյի կողմից ստացած եւ սա ինչ բավականին մեծ ու շատ շքեղ այդպես որ հրովարտակներ են ուղարկում, չէ։ Լոս Անջելես
քաղաքի կողմից, քաղաքապետի կողմից ունեմ։ Մենահամերգ երբևիցե ունեցել ես դու։ Չէ, ճիշտն ասած, չէ։ Ինչու։ Ինչ-որ խանգարող բան կա։ Մենահամերգի համար պետք է պատրաստվել, բայց ես զուգահեռ զբաղվում եմ պրոդյուսերությամբ, ժամանակ չի լինում։ Տես դու ժամանակ չունեցար, բայց որդի ժամանակ ունեցավ։ Քեզանից շուտ արդեն մենահամերգ, մի քանի մենահամերգ ունեցավ, երկուսը Երևանում համալիրում, մեկը այստեղ Դոլբի թատրոնում ունեցավ։ Իդեպ հիմա երևի ավելի շատ մենք նաև պիտի նաև Կարոյին անդրադառնանք, որտեղ վստահ եմ հերոստատիտող եւ հետևորդներ շատ ունենք, ովքեր Կարո Արյումյանին շատ լավ ճանաչում են, սկզբում ինքը դու նաև Կարոյի պրոդյուսերն ես։ Այո։ Եթե տարիներ առաջ ասում են Կարոն Արամի պապան է, այդպես ուզում են ներկայացնել ում որդին է, հիմա շատ հաճախ երևի ասում են Կարոյի պապան է Արամը, չէ՞, այսպես։ Դու դրանով ուրախանում ես, չէ՞։ Ես իհարկե ուրախանում եմ, բայց եղել է այդպեսի բան դեպք։ Շատ է եղել ու շատ է լինում։ Այսօր ավելի շատ, քան թե ծանոթացեք Կարոյի պապան։ Կարոյի պապան է ծանոթացեք, բայց դա ինձ ես անկեղծ ուրախանում եմ եւ ես ուրեմն իմ կյանքը շատ ճիշտ եմ ապրել, որ իմ տղայով այս նոր սերունդը ինձ սկսեց ճանաչել։ Եթե չեմ սխալվում, ինքը նաև օպերա է, չէ, երգել, այդպես սկսեց, նույնիսկ համերգներ է ունեցել, չէ, անուշ օպերայի։ Այո։ Ինքը Կարոն բոլորը գիտեն, ինքը բլոգեր է, հետո երգիչ, բայց իրականում Կարոն իր առաջի քայլերը, որ արել է երկարվեստում, ինքը սովորել է, ավարտել է երաժշտական դպրոց, ինքը ակադեմիական վոկալի կրթություն ունի, Շաքե Ժիրայևն է ուսուցչուհին եւ օպերաներ է երգել եւ հանդես է եկել օպերաներով նաեւ Լոս Անջելեսում Անուշը մանուկների աչքերով այդ օպերան եւ երկուած sold out համերգ են ունեցել Լոս Անջելեսում, հետո Գիքոր օպերայով շատ համերգներ են տվել Հայաստանում, Երևանում եւ Կարոն մենահամերգ է ունեցել իր դպրոցի ավարտականում, ելի երգել է օպերա այդ դպրոցի սիմֆոնիկ օրկեստրի հետ միասին YouTube-ում է նայել կա կարող են տեսնել վազքի մեջ է, չէ, շատ է վազում այսպես։ Հա, Կարոն նույնիսկ դուք արդեն կարոտում եք իրեն։ Այո, մենք չենք կարողանում շփվել իր հետ, որտեվ ինք ահավոր աշխատասեր է եւ ահավոր պատասխանատու ինք շաբաթը 4 ամիսը 4 հատ վիդեո է նկարում YouTube-յան եւ դա գիտեք ինչքան նախապատրաստում է պետք, ինչքան գիշեր ցերեկ աշխատանք, միտք չի հազիվ է հասցնում ու զուգահեռ զբաղվում է երկարվեստով, զուգահեռ իր մրճը ունի, ոնց որ ասում են իր էներգիա, իր ամպելիքները, իր միջալոց ասեմ, ես երեք խմեցի չեներգետիկը, մտածի հաղորդումից առաջ ես փորձեմ մի հատ հետոնոր կարողանամ հեռուստադիտորներին ասեմ, որ շատ հրաշալի ու շատ այդպես տրամադրություն բարձրացնող ըմպելիք էր, շատ լավ է, բրավո։ Հոմքը մաքուր։ Արամ ջան, ես գիտեմ, որ նաև Քրիստինե Պեպելյանի պրոդյուսերն ես։ Այո։ Հրաշալի երգչուհի, հրաշալի արվեստագետ, ընդհանրապես հեշտ է աշխատել բարձրակարգ մասնագետների հետ։ Խստապահանջ, ես գիտեմ Քրիստինեն շատ խստապահանջ է։ Իհարկե խստապահանջ է, բայց ինձ համար հեշտ է, որտեվ ես էլ եմ խստապահանջ, ես էլ պատասխանատու եմ։ Ինձ թվում է բոլոր պատասխանատու մարդկանց հեշտ է աշխատել պատասխանատու մարդկանց հետ եւ խստապահանջ, ով որ տիրապետում է իր գործը, ով որ պրոֆեսիոնալ է, պրոֆեսիոնալի հետ շատ հեշտ է աշխատում։ Հիմա ինչով ես զբաղվում։ Գրում ես էլի։ Տեսպային, հա, ստեղծագործում եմ, նոր երաժշտություններ եմ գրում, այս հիմա պլանավորում եմ նոր տեսահոլովակ եմ ուզում նկարանեմ, երաժշտությունը պատրաստ է։ Դրանով եմ զբաղվում եւ զուգահեռ Կարոյի պրոյեկտներով եմ զբաղվում, ոնց որ
համերգներ ենք ուզում աշխարհում դնենք, եվրոպական տուրեր ենք ունենք առաջարկներ Եվրոպայից, Վրաստանից, Երևանից, Ռուսաստանից, տեսնենք, այս տարի ուզում ենք բուրան համերգային ծրագրերով լի լինի մեր տարին, տեսնենք ոնց կստացվի, թող պատերազմները մենակ դադարի, որ մենք կարողանանք մեր գործով զբաղվել, չխանգարի։ Իմ երգերը սիրված է դառել ձեր կողմից, քանի որ ինձ շատ են ուղղել, ասել կարո չէ, սենց գրի երգդ, ոչ թե սենց։ Ցանկանում եմ հենց հայրիկիս հրավիրել բեմ, ուզում եմ այս երգի իր կատարել։ Արամ Այրումյան, բարձր ծափարում ենք հայրիկիս։ Թող ցավա, որ զգամ ինչ բարդ է առանց քեզ, հիմա դատարկամ ու թաներսս ակամա, հոգիս տանջվում է, սիրտս ցավում է, մեր համար, մենակ, մենակ մեր համար։ Մի հատված Կարոյի մենահամերգից հետո, երբ որ նա բեմ հրավիրեց քեզ եւ իր շնորհակալական խոսքը ասեց, երևի սա էլ է դաստիարակություն, չէ, որ 21 տարեկան տղան կարողանում է արժևորել, որ իր կայացման գործում իր ծնողների արած աշխատանքը լուման բավականին մեծ է։ Իհարկե, ես հպարտանում եմ Կարոյով, որտեվ ինքը ոչ թե իմ տղան է, որ ասում եմ, ես բոլորի կողմից այդ նույն խոսքերն եմ լսում, բոլորն ասում են շնորհակալ ենք ձեզ, ծնողներին, որ այդպիսի լավ զավակ եք դաստիարակե մեծացրել, որտեվ ինքը ունենալով այդպես մեծ աուդիտորիա, միլիոնից ավել հետևորդներ ունի, բայց ինքն իր մարդկային արժեքները չեն փոխվել, ինքը միշտ ծնող, մեծարող, հարգող, այդ տեսակը չգիտեմ, բոլորն էլ ասում են, մեր երեխաներն էլ տեսնում են եւ մեր ոնց որ համ խոսքն է հղկվում, համ այդ վերաբերմունքը ծնողի նկատմամբ, տատի պապիների նկատմամբ ամեն ինչ փոխվել է։ Տատիկն էլ ունի մասնակցություն այս գործում, չէ՞։ Իհարկե, կայացման։ Այո, տատիկները, որպես երաժիշտ։ այո։ Արամ ջան, այնքան արագ անցավ մեր ժամանակը, ես կուզենայի մի քիչ ավելի երկար խոսենք, բայց կարծում եմ դեռ առիթ կունենանք անպայման, որտեվ ձեր երաժշտական ընտանիքը լիք անելիք ունի եւ այստեղ նահանգներում եւ իհարկե Հայաստանում, որտեվ բոլորը սիրում են, բոլորը սպասում են ձեր նոր ստեղծագործություններին, վստահ եմ, որ Կարո Արյումյանը եւ Արամ Արյումյանը դեռ ասելիք շատ ունեն եւ մենք առիթ կունենանք ուրախանալու եւ իհարկե շատ ծափարելու։ Հուսանք, որ մեր հաջորդ հանդիպումը արդեն կլինի Երևանում, երբ որ պատրաստվեք, ես արդեն Երևանում ձեզ կդիմավորեմ։ Մեծ սիրով։ Դա համար առաջարկում եմ մեր երեկո, մեր այս հանդիպումը հենց ավարտենք երևանյան ստեղծագործությունով։ Վայելեք, իսկ մենք հրաժեշտ ենք տալիս ձեզ կհանդիպենք հաջորդ շաբաթ, տեսեք։